Ես կարող եմ նման տասնյակ դեպքեր ասել ձեզ, եւ նաեւ փաստերով տասնյակ փաստեր կան դրան, որ կոնկրետ այս մարդիկ ոչ թե իրենց ոստիկանական պարտականություններն են կատարում, այլ շատ մեծ էնտուզիազմով, շատ մեծ սիրով, անգամ խոշտանգելը իրենց համար, ծեծելը իրենց համար ոնց որ իրենց այդ հոգին փառավորվում է, ոնց որ իրենց ղեկավարի հոգին է փառավորվում, հենց էլ իրենց հոգին է փառավորվում, որ հայ արյուն են տեսնում։ Եվ վերջում բան Դանիելյան, Վրաստանում օրինակ, այսպես ասած, խելացի տեսախցիկներ են տեղադրել 4300, որոնք ֆիքսում են ակցիաների մասնակիցների դեմքերը, շատ բազմաթիվ տվյալներ նույնականացնելու համար։ Դուք բացառում եք, որ Հայաստանում էլ նման բան լինի ակտիվիստներին, ցուցարարներին հեշտ նույնականացնելու համար։ Ակտիվիստներին կամ ցուցարարներին նույնականացնելը նոր չի, Հայաստանում նույնականացնում են նույն տարբեր շարժումների ժամանակ, մարդկանց հետ նույնականացրած մարդկանց կանչում են բաժանմունքներ եւ էլի սպառնալիքներ են հնչեցնում այդ մարդկանց հասցեին, այսինքն նենց չի որ այդտեղ չեն նույնականացնում եւ նույնականացնում են անում եւ նաեւ դրանից հետո հաջորդում են այդ ռեպրեսիվ համակարգը սկսում է աշխատել, մարդկանց եթե այդ մարդկանց աշխատանքից են ազատել, այդ մարդկանց մտերիմներին են աշխատանքից ազատում, պետեկամուտների կոմիտեն գնում է եւ իր այդ հարկային տերորը սկսում է աշխատացնել, այսինքն բռնապետական ռեժիմին բնորոշ բոլոր գործիքակազմը իշխանությունների կողմից օգտագործվում է այլախոհներին լռեցնելու, նաեւ իրենց վրա այլ ճնշումներ օգտագործելու։ Դա նման դեպքերը տասնյակ են, հարյուրավոր են, եթե ոչ ավելի շատ։ Պարոն Դանիելյան, Գյումրիում տեղի ունեցող դեպքերի հետ կապված ձեր գնահատականը կուզեմ իմանալ, ինչ է պատրաստվում անել ՔՊ-ն, արդյոք Գյումրին ուզում է վերցնել իր տիրապետության տակ, այսպես ասած, եւ ինչ գնահատական կտա ՔՊ պատգամավորներին, նախարարներին, որոնք արդեն իրենց անձնական վերդիկտը երեք անմիջապես հայտնել են ստատուսներով, օրինակ Վահագն Ալեքսանյանն ասում է Լափամանից օգտվողը վերադառնում է իր Լափամանին, արդեն կաշառակեր են կարգել Վարդան Ղուկասյանին, մի խոսքով անմեղության կանխավարկածը խախտելով, այսպես արդեն գնահատականներ են տալիս։ Տիկին Ջեբեջան, նախ ես ուզում եմ մի փոքր մենք այդ պատմական էքսկուրս անցկացնենք, թե Հայաստանի Հանրապետություն ոնց են տեղի ունենում ընտրությունները։ Ընտրությունները հետևյալ բովանդակությամբ է տեղի ունենում։ Նախ ընտրություններից առաջ, նախընտրական process-ի ժամանակ բոլոր այն մարդիկ, որոնք պոտենցիալ հաղթող թեկնածուներ են, իրենց վրա հսկայական ճնշումներ է գործադրվում, այսինքն չառաջադրվելու եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուին անցկացնելու։ Այն մարդիկ, որոնք որ այդ առաջին բարիերը հաղթահարում են եւ թեկնածու են առաջադրվում, սկսում է ամենակեղտոտ քարոզչությունը, դրան հաջորդում է պետական ամբողջ ռեսուրսի, պետական ամբողջ ապարատի ներգրավում այդ process-ներին, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, ամբողջ պետական համակարգին հանձնարարվում է ինտենսիվորեն ներգրավել ընտրական process-ներին, ու եթե ուղղորդում ասածը կա, այդ ուղղորդումը տիպիկ բնութագիրը իրենց ուրեմն քաղաքացիական պայմանագրի գործելավոճն է։ Այսինքն իրենք համարում են դա ուղղորդում չի, այսինքն կարա նախարարը, փոխնախարարը, մարզպետը, մեկ էլ մյուսը ուղիղ ճնշում գործադրի իրենց ենթակա կառույցների վրա, ահավասիկ նաև Երևան քաղաքի ընտրությունները, երբ որ մանկապարտեզներից, դպրոցներից, կրթական հաստատություններից, ստեղից ենթակա կառույցնա ցուցակով այդ մարդիկ եկել էին եւ իրենք դա համարում են նորմալ երևույթ է։ Հիմա իրենք ուզում են ուրիշ տեղ տանել այդ ամեն ինչը, բայց ես ուզում եմ ձեզ ամենայն անկեղծությամբ ասել, չկա մի հատ տենց ընտրություն, որ պետական ռեպրեսիվ համակարգը չգործի եւ մարդիկ անգամ եթե հավանության նշան են դնում այլ թեկնածուի, որը որ մասնակցում է ընտրություններին, այդ մարդկանց անմիջապես ազատում են աշխատանքից։ Էջմիածնի օրինակով կարող եմ ասել, որ այդ թեկնածուների մերձավոր բարեկամներին անմիջապես ազատում են աշխատանքից։ Սա ինչ է ռեպրեսիա չի, սա ուղղորդում չի, այսինքն այս ուղղորդումների ամբողջ մի շարքով գնում է։ Հետո արդեն գալիս է այդ բարիերը հաղթահարելու երրորդ փուլը։ Երրորդ փուլում ինչ են ասում։ Հենց որ արդեն էլ ձև չունեն ընտրվել է, արդեն հաջորդ օրը իրապահ համակարգը ստանում է հանձնարարություն, SMS հաղորդագրություն, գործ գտնելու, գործ կարելու, այդ մարդկանց լռեցնելու, գաղտնալսելու, մոնտաժելու ձայնագրությունները, այդ օրինակները բազմաթիվ են, չէ՞, այդ տուշոնկա օպերացիաները բազմաթիվ են։
այդ օպերացիաները կազմակերպելու եւ իրենք էլ չեն թաքցնում, ասում են 6 ամիս, չէ՞։ 6 ամիս շարունակ ամեն օր ասել են, որ պետք է բռնեն այդ մարդուն։ Պետք է անպայման բռնեն, դու չես լինելու քաղաքապետ։ Դու քաղաքապետ չես լինելու։ Եվ մի բան էլ ավելացնեմ, ուրեմն այն ավականու անդամները, որ ընտրվում են ընդդիմադիր ցուցակներով, նրանց վրա էլ այդ ճնշումը գործադրվում։ Հիմա մի հատ այդ քրոնոլոգիան նայենք, ընտրված քաղաքապետների, ընտրված համայնքի ղեկավարների եւ իրենց ճակատագրի։ Ուրեմն Ալավերդի ինչ էր կարմիր բերետավորներով, Վանաձոր ինչ էր քրեական գործ հարուցեցին, պարալիզացրեցին ամբողջ Վանաձոր համայնքի աշխատանքները, նույն Փարաքյարում առաջին ընտրությունների ժամանակ, էլի ռեպրեսիաներ, երկրորդ ընտրությունների ժամանակ մենք տեսանք, ինչ տեղի ունեցավ, ասում եմ, ուրեմն փաստորեն այդ մարդիկ կարող են բոլորին ձայնագրեն, բոլորին, բայց այն պոտենցիալ խնդրի օջախը, որը որ կարա վերջում արժանանալ մարդկանց կյանքեր եւ ճակատագրեր, չկա նման օպերատիվ բան չկա, երկու բան է ենթադրելի։ Կամ այս ամեն ինչ իրենց հետաքրքիր չի, չէ, ես կարող եմ ենթադրել, կամ այդ ամեն ինչ իրենց հետաքրքիր չի, ինչ որ տեղի ունի այդ կրիմինալ վիճակը, կամ այդ պատասխանատու օղակները որ կան, իրենց տեղում չեն առհասարակ։ Եվ նաև իհարկե կարող է նաև այդ տարբերակը լինի, որովհետև մենք տեսնում ենք, որ ինչ որ քրեական գործեր կա, որը որ առնչվում է ուրեմն իշխանական այս կամ այն ներկայացուցիչին։ Դուք մի հատ նաև ուզում եմ նաև օգտվելով առիթից, մի հատ sense հարց տամ էլի ձեզ, միգուցե դրա պատասխանները նաև ձեզնից կամ հանրությունը տա։ Այդ Էջմիածնի օրինակը, չէ՞, մի հատ քաղաքական գնահատական լսել եք քաղաքացիական պայմանագրի կողմից, կամ այլ համայնքների փոխկապակցված, իրենց բարեկամների հետ մեծ տենդերներ շահող, այն որ հասարակական տրանսպորտով էին բանում, հիմա տեսնում ենք, չէ՞, ինչ կարողություններ ունեն այդ մարդիկ, ու բացի այն, որ այդ կարողություններն ունեն, տարբեր մենք նաև տարբեր տեղեկություններ ենք ստանում, որ այստեղ են առանձնատուն սարքում, այնտեղ են առանձնատուն ստանում մեկի թոշակառու ծնողն է մի կես միլիոնանոց գույք առնում, տարբեր հարցերով անիվ հիմնադրամ, հիմա ես չգիտեմ ինչ հուզմունքի, ինչ էին նոր բան արել, Երևանի քաղաքապետարանը, հա, խնդրեմ, պարոն Կիրակո, հուզական խնդիրների հետ կապված, թեժ գիծեմ, հուզական խնդիրների հետ կապված, ասինքն ես ուրեմն ձեր մոտ եմ նայել, շատ ավելի լավ, շատ կարևոր աշխատանք եք տանում, շնորհակալություն ձեզ դրա համար։ Այսինքն, այսինքն սրանք փաստերով ապացուցված եւ ի պատիվ մեր հետաքննող լրագրողների փաստերով ապացուցված անառարկելի փաստեր են։ Այսինքն դուք անառարկելի փաստերի հետ կապված խնդիր չունեք, դուք խնդիր չունեք որևէ մի փողերի յուրացման, կաշառքի եւ այլ հետ կապված խնդիր չունեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր նախարարները, փոխնախարարները, համայնքի ղեկավարները իդեալական են աշխատում, փոխկապակցվածություն չկա, ոչ մի բան չկա, միակ մեղավորները ընդդիմադիրներն են։ Կներեք վերջացնեմ խոսքս, 1000 ներողություն։ Այսինքն, այո, ընդդիմադիրները կաշառակեր, վատ, չեն կարողանում համայնքի ղեկավարեն, ճգնաժամա եւ այլն, մեկ էլ ամիս, այսինքն մի հատ պատրաստի սխեմա ունեն, բուրգ ունեն կառուցած, մի հատ շատ կարևոր բան էլ կա։ Ուրեմն ես այս ընթացքում չեմ տեսել մեկ ընտրված համայնքի ղեկավար, որին չթիրախավորեն։ Դուք ինձ ասեք մեկ ընտրված համայնքի ղեկավար, որ չթիրախավորեն։ Բերդում ընտրություններ են տեղի ունեցել։ Առաջի համարին բռնել տարել են։ Մանուչարյանին։ Բռնել են տարել են, քիչ չի։ Մի հատ էլ ընտրությունները հաղթել է, երկրորդ համարին էլ են բռնել տարել։ Երկրորդ համարին էլ են բռնել տարել։ Նենց էին ուզում անի, որ ավականիները մեծամասնություն լինեն։ Բան մենք էլ ենք այդ գործին առնչվել, քանի որ ես տավուշեցի եմ։ Նոր երրորդին արդեն մեծ հնչեղություն է ստացել, այդ կնոջը չտարան կալանքի։ Այսինքն, սա եթե զավթում չի իշխանության, ինչ է։ Իսկ մի հատ դրա պատասխանը տվեք։ Ոչ Բերդինն են մարսում, ոչ Ախուրյանին են մարսում, ոչ Վանաձորինն են մարսում, ոչ Գյումրիին են մարսում, ոչ ցավոք սրտի Մերձավանին էլ չեն մարսում։
Մերձավանին էլ չէին մարսում, եթե մարսեին Մերձավանի ընտրությունները, այդ թիրախավորումները չէր լինի, այդ ամեն ինչը չէր լինի, հլա մի հատ է պիտի պատասխան տամ, թե այս ընտրությունների ժամանակ ինչքան վարչական ռեսուրս է օգտագործվել։ Մի օր գաղտնալսեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերին էշելոնի մարդկանց մի օր Նիկոլից սկսած մինչև, չգիտեմ, այն շարքային, որ իրենց այդ գործեր մորձերով է զբաղվում, չգիտեմ, բանի կուսակցության տարբեր հանձնարարություններ ակալ։ Մի օր խնդրում եմ գաղտնալսեք այդ մարդկանց։ Այդտեղ այնքան հանցագործություններ կգտնեք, այնքան ուղղորդումներ կգտնեք, այնքան դեպքեր կան, ես կրկնում եմ, որ այլ չափ ու սահման չկա։ Ախր մեր հասարակությունը տեսնում է այդ մարդկանց վարքագիծը։ Մեր հասարակությունը տեսնում է, թեկուզ իրենց յուրայիններից, եթե որևէ մի համայնքի ղեկավար էլ փորձի անգամ ինչ որ մի հարցում հակադրվել, համոզված եմ իր հետ կապված էլ կարա մի հատ ծրար հայտնվի եւ այդ մարդը մի գիշերվա ընթացքում դառնա կամ կոռուպցիաներ կամ լափամանի մոտ կամ եւ այլը մեկ մյուս։ Լսեցիք Վարդան Ղուկասյանի ձայնագրությունը։ Տեսեք, ես կարող եմ հետեւյալը ասել։ Ուրեմն տեսեք, Վարդան Ղուկասյանը առաջին իսկ օրվանից, երբ որ ընտրվել է համայնքի ղեկավար, շատ լավ հասկացել է, որ իր ամբողջ շարժը առավոտից երեկո եւ նաեւ խոշորացույցի տակ է։ Այսինքն այնքան մանրամասն ու մանրակրկիտ հետևում են այդ մարդու գործողություններին, որ ծիծաղելի է, էլի, անգամ ծիծաղելի է։ Բայց նա գործ չտան հանգարց։ Մի րոպե, ես ձեզ օրինակներով կարող եմ ասել, կեղծված գործերի օրինակով եւ կեղծված ձայնագրությունների օրինակով։ Հիմա ով պատասխան տվեց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ասում էին, Սրբազանն ասել է ավտոբուս պիտի վառեն, Սրբազանն ասել է ժողովրդին պիտի գյուլեն, Սրբազանը ասել է, չգիտեմ, եսին ինչ պիտի անեն, որևէ մի բան այս ընթացքում պարզվեց, որ կա, կամ որևէ մի ձայնագրություն կա, իհարկե չկա։ Եվ այս ամբողջ քարոզչական ֆոնը, որ ստեղծում են, մենք կրկնում ենք, Տուշոնկա 2 օպերացիայի ականատեսն ենք լինում, էլի։ Կարող են ցանկացած մարդու խոսակցություն կոնտեքստից կտրեն, այնպես սարքել, իրենք մի դարել են մոնտաժի աշխարհահռչակ վարպետներ, այսինքն լավ մոնտաժի մասնագետ են, էլի հիմի կարան վաղը մյուս օրը որ իշխանություն չլինի, ես համոզված եմ որ չլինի։ Իրենց պահանջարկը շատ մեծ է լինելու, որովհետև փառահեղ մոնտաժողի գործ է բացվում եւ կոնտեքստից կտրելու, կարելու, սարքելու, դնելու, դզելու, փչելու մեծ վարպետներ են։ Նոր իշխանության մասին չի խոսքը։ Լրատվամիջոցները կարծում եմ մոնտաժողների պահանջարկը շատ է, ես ինչքան որ գիտեմ, կարող եք ձեր նաև առաջարկնային, որ ֆակտորը կամ մյուս լրատվամիջոցները չեն ֆիքսում, էլ մյուս լրատվամիջոցները օգտվեն իրենց ծառայությունից շատ լավ մոնտաժի մասնագետ։